Շնորհակալություն Ամարաս Dance Studio-ի տաղանդավոր սաներին գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյան, շնորհակալություն նաև Նյու Յորքեր խանութների ցանցին, որ տրամադրում է մեր հրաշալի տաղանդավոր այս փոքրիկներին այս սիրուն թիփիզիկ շորիկները։ Եվ ինձ մնում է միայն հիշեցնել, որ այս պահին մենք բոլորս պետք է վայելենք Evergreen Band-ը։ Եչ կանամ, ամեն անգամ և որ սենց կնայեմ, եչ կանամ, թե դուք ինչքան տաղանդավոր եք, ինչքան շնորհքով են ամեն անգամ հաղորդման սկիզբը մեկնարկում, Ամարասը և Evergreen-ը։ Շնորհակալություն այս ծափերը ձեզ, վայելնի։ Այո, սիրելի հեռուստատիտող բարեկամներ, կրկին օրը կիրակի է, շոկ ամառային կիրակի, բայց ես վստահ եմ, որ դուք տանը նստած, հով, զով, ուտում եք ֆինի պաղպաղակ, ըմպում եք սուրճ, վայելում եք երեկոն շանթուն շոու ծրագիրը, իսկ ես ձեր խոնար ծառա Ռաֆայել Յանոսյանը այս լուսավոր տաղավարից ասում եմ, այո, դուք չեք սխալվում, դուք դիտում եք երեկոն շանթուն շոու ծրագիրը։ Դե ինչ, գնանք առաջ, սիրելի տղամարդիկ, խոսքս ավելի շատ ուղղում եմ ձեզ, եթե դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ ասենք ճաշը պատրաստ է տանը, վերնաշապիկները հարթուկված են, մի տեսակ տանը ուրիշ ձևի մաքրություն է, ամեն ինչ հրաշալի է, կինդ մի անգամից գալիս ասում է սկզբից հաց կուտես, թե սուրճը կխմես, այն որ մի տեսակ ուրիշ ձև է, ուրեմն իմացեք, այս երկու օրը զոնքաճը մի շաբաթով գալու է ձեր տուն, կամ երևի Facebook-ը ձեր կնոջը բլոկ արել, դրա համար տանը այտենց մթնոլորտ է, առագս ինչ կցուցանեք, այս ամեն ինչը դուք կարող եք լսել միայն երեկոն շանթում շոու ծրագրի շրջանակներում։ Այսօր Ջենիֆեր Լոպեսը դարավ 53 տարեկան, նայեք, 53 ընդրտնամ է, ուֆ, այսպիսին է Ջենիֆեր Լոպեսը 53 տարեկան հասակում, Ջենիֆեր Լոպեսը, իսկ խնդրեի հիմա ցույց տայեք նկարներ, իսկական 53 տարեկան կնոջ լուսանկարներ, եթե կարելի է։ 1, 2, 3, խնդում եք, ես էլ 53 տարեկան, նրանք էլ են 53 տարեկան, միակ մաղթանքը, որ ես կարող եմ Ջենիֆեր Լոպեսին ասել, իա տարեդարձի հետ կապված, թե ունի, փող, ինչ ասեմ, ցավոտ տանեմ, քեզ երկար տարիների կյանք, Ջենիֆեր, չյոտյա, ջան, իսկ մեր մոտ Հայաստանում 53-ը գիտեք որ տարիքն է, այդ տարիքն է, որ հարսդ քեզ պետք է զանգի ու հարցնի Լեչոյի բաղադրա տոմսը, թե Լեչոն ոնց է պատրաստվում, ասենք 53-ը մեր մոտ այդ տարիքն է, որ տանը նստած ես, եթե գլուխդ մի տեսակ պտտվում է, այս եղանակներից է, 53-ը մեր մոտ այդ տարիքն է, 53-ը այդ տարիքն է, երբ որ առավոտյան իջնում ես բակ, ու միջև օրվա երկրորդ կեսի վերջը մնում ես բակում, որովհետև ալարում ես, երկու անգամ ելնես, իջնես, ոչ ինչ որ բակում մի քիչ շոկաբան, բայց 53-ը այդ տարիքն է, որ առավոտ իջել ես, գոնե միջև իրիկում պետք է բակում մնաս։ 53-ը այն տարիքն է, որ Facebook-ում ինչ-որ մեկի լուսանկարի տակ է, որ լիզող շնիկի սմայլիկ են դնում։ 53-ը Հայաստանում դա այն տարիքն է, որ հարսանի գնալուց էլ չես սպասում, տորթը կտրեն նոր դուրս գաք։ Ասենք թե ճնշումդ այդ պահին եբ տատանվի, արդեն դու հասկանում ես, որ արդեն տուն գնալու ժամանակն է։ Հայաստանում 53 այդ տարիքն է, որ 2 ամիսը մեկ ես իջնում կենտրոն, ու ամեն անգամ իջնելուց ասում ես, արա ես քաղաքը օրական մի ձև փոխվում է։ 53 Հայաստանում այդ տարիքն է։ 53-ը այն տարիքն է, որ սերիալի դերասանների անունները ավելի լավ ես հիշում, քան երեխեքիդ ու թոռներիդ անունները։ Այո, դու չեք սխալվում։ 53 Հայաստանում հենց այդ տարիքն է, ու հատուկ բոլոր նրանց համար, ովքեր որ դիտում են երեկոն շանթում շոու ծրագիրը, ես ձեզ ասում եմ, բարի երեկո, դուք դիտում եք իրոք երեկոն շանթում շոու ծրագիրը։ Բրազիլիայում կինը բաժանվել է ամուսնուց հենց հարսանիքի հաջորդ օրը։ Գիտեք ինչի, իմանալով, որ ամուսինը պաղպաղակ չի սիրում։ Սենց
հիմար բաների համար մարդիկ բաժանվել։ Հիմա ես ուզում եմ այդ բրազիլուհուն ասեմ, ցավը տանեմ, արի Հայաստան, ֆինի պաղպաղակը կա, ուտողները կան, մեկը մեկից իգիտ, իտա մուսկուլնի, իտա բիլագնի, իտա սաքսոֆոննի, կլավիշնի, մի խոսքով, խոսքս ուղում եմ բոլոր այն բրազիլուհիներին, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով բաժանվում են իրենց ամուսիններից, եկեք Հայաստան, լիք, Բրավո, 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 դե ինչ, եկավ այն օր հասական պահը, որ մենք պետք է այս կախարդական մուշուրբայի օգնությամբ պարզենք, թե ով է լինելու այս անգամ մեր տաղավար յուր նախկիններից։ Ամբան հուրի, դիմավորեք։ Ուրա, չի գալիս։ Արի, ծավակ, այդենց, ապիս։ Ալարկոտ, եսկան ալարկոտ։ Բալև, ամբան հորի, դու հիմա շանտ հեռուստաընկերությունում ես։ Ով ես։ Ես ես հաղորդման հաղորդավար Ռաֆայել Իրանոսյանը, Արմավիրը հայ։ Ռաֆայել, ավելի կարճ ոնց դիմեմ։ Ռաֆո։ Չէ, ավելի կարճ։ Ռաֆ։ Չէ, Ամբան հորի, մի հարց եմ ուզում տամ քեզ, մի քանի հարցեր եմ ուզում տալ, դու ալարկոտ ես ու ինչ հաջողությունների ես հասել քո ալարկոտության շնորհիվ։ Ես մի անգամ ալարկոտության մրցույթում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը։ Ինչ ես արել։ Չգնացի։ Բա երկրորդը ով էր զբաղացել։ Մի հատ չինացի էր, ինքը զանգեց ասեց, որ չի գնալու, ես ուղղակի չգնացի։ Ըստ եկատի դու մաման նույն ալարկոտներն եք, չէ՞։ Դու մամային ես քաշել։ Ռջան, եկա 40 տարեկան մարդ ես, դեռ հեքիաթների ես հավատում։ Պապաս ավելի ալարկոտ էր։ Պապաս այնքան ալարկոտ էր, որ մամայինքս են գնացել պապային ուզելու։ Պապաս է մամային ուզեց, որտեվ արդեն ինձնով հղի էր էլի մաման։ Հասկացա։ Կրթություն ունես։ Այո, ավարտել եմ անբանասիրական համալսարանը։ Ինչ համալսարան։ Անբանասիրական, ոնց է չեմ ոլորել։ Լավ, օքեյ։ Քո հարցազրույցներից մեկում անբան հորի դու այսպիսի մի բան ես ասել։ Բան ինչ կանեմ կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ պիտի որ ծամեմ, կտուրին տիտիկ անեմ, անցողին մտիկ անեմ, ուտեմ խմեմ, մտին քնեմ։ Չես էլ ոլորել այդքանը նստել կարդացել ես։ Հետո ուզում եմ հարցնեմ կտուրում ինչ է իրանում։ Պապան ֆուտբոլ էր նայում, ասեց հելտան կտուրը։ Որ ինչ աներ, անտենեն դզեր պապան ֆուտբոլը նայեր։ Չէ, պապան ասեց տան կտուրից ֆուտբոլի դաշտ երևում է։ Հել նայի, հետո կիչնես կպատմես։ Տենց ես էլ ոլորեցի իջնեմ, այնքան էլ շոկ էր։ Լավա գոնե Կարլսոնը մեկ-մեկ գալիս էր մեջկանց նստում էր մի քիչ հովերանում գնում էր էլի։ Իսկ ո՞նց է Կարլսոնը։ Լավ է, մեծացել է էլի, արդեն Ֆրիոնը պիտի փոխվի տակ հապչում։ Հուրի ջան, ինչի է քո անունը Հուրի։ Քերուս անունով են դրել։ Հուրի է քերուտ անունը։ Չէ, սուջուղ։ Դա ինչի չեն ասել սուջուղ քեզ։ Ռջան, հետաքրքիր մարդ ես, սուջուղ դնեին անունս։ Անբան սուջուղ է, այդ հեքիաթի անունը, ես ու նոր տարվա սեղան չեմ սուջուղ դնեին։ Իսկ Հուրի ջան, դու ընկերուհիներ ունես։ Այո, իմ ամենամոտիկ ընկերուհին կռնատ աղջիկն է, շատ մոտիկ ընկել, մի քանի էջ են կողմամ։ Ու իրականում մենք շատ ընդհանուր բաներ ունենք։ Ես քիչ սրբելու ժամանակ չունեմ, ինքն էլ հնարավորություն։ Հասկացա։ Լավ, Հուրի ջան, հիմա դու հեռուստաընկերությունում ես,
Շանթ հերոստանգերությունում եւ երեկոն շանթում տաղավարում, որի հաղորդավարն եմ ես, Արմավիրահայ Ռաֆայել Յանոսյանը, իմ հրաշք բենդի հետ, Evergreen բենդի հետ։ Նայ, ամեն հնարավորությունը կարելի ասել ունես։ Ինչ կուզես բարձրաձայնել հերոստա էկրաններից։ Ես ուզում եմ դժգոհել վերևներից։ Արի ցես պայմանավորվենք, հասկանում եմ, որ հեքիաթի հերոսու ես, բայց արի իմ հաղորդումը մի քաղաքականացրա։ Չեմ քաղաքականացնում Ռոջան, ես ուզում եմ բողոքել վերևներից։ Ամբողջ աշխարհի հեքիաթներում վերջում վերևից 3 խնձոր անգնում։ Իմ հեքիաթում չի ընկնում։ Ինչի համար։ Լարսը փակա հասկացանք, բայց այդ ինչ կապ ունի, ինչ են անում այդ խնձորները վերևում։ Դրա համար էլ մեր հեքիաթի հերոսները հելնում գնում են երկրից։ Ինա Պիպի Մուտնիկը գնաց Ամերիկա, դզվելա դարելա Միկի Մաուս։ Լավ, Հուրի ջան, խոսքը TikTok-ով կտրեմ։ Կլինի իմ սիրած երգի տոկ նկորենք TikTok։ Ասма, եթե հարգեցիր, հարցրեցիր, ու չես ալարի, ստեղ են ասե, ով ալարի, ոչ տալարի։ Գնացինք։ Այնքան խորն է իմաստ այդ երգից։ Շնորհակալություն անբանհուրի, ես ցանկանում եմ, որպեսզի դու ակտիվանաս ու դառնաս բանհուրի։ Բայց միջև գնալդ ես ուզում եմ քեզ ֆիլի պաղպաղակներ նվիրել։ Ուրեմն մեկը քեզ, մեկն էլ կտաս կռնատ աղջկան։ Միասին մի խոսքով միասին Evergreen Don't feel like doing anything. I just wanna lay in my bed. Don't feel like picking up my phone, so leave a message at the tone. Cause today I swear I'm not doing anything, nothing at all. Դե ինչ, սիրելի երուստադիտող բարեկամներ, չմոռանանք հիշեցնել, որ դուք դիտում եք երեկոն շանթում շոու ծրագիրը։ Պորտուգալիա, վառ գունեղ հեքիաթային, երկիր, որի բացահայտման ճանապարհին է ստեղծվել Կերամա Մարացի նոր Պորտուգալիա հավաքածուն, նոր տրենդային ձևաչափեր, գույների տպավորիչ բազմազանություն, յուրօրինակ ու չկրկնվող նմուշներ, էքսկլյուզիվ հավաքածուներ, աշխարհի սահմանները բացահայտեք Կերամա Մարացի հետ։ Իսկ այժմ հյուր ներկաներից։ Մարտով ամուսնանալուց առաջ զբաղվում էր ջյուդոյով, իսկ ամուսնանալուց հետո զբաղվում է երեխաների հետ։ Մարտ, ով եթե ուտի նույնիսկ Ամերիկայի պետբյուջեն, միևնույնն է ասելու է, մեր էփած թափածը ուրիշ է։ Մարտում էլ ժամանակը միշտ անցնում է համով, հոտով, հավեսով եւ գլումով։ Դիմավորեք Գոր Գրիգորյան, նույն ինքը, Եգոր Գլումով։ Եգոր Գլումով։ Շնորհակալություն Էլևանդրին, առաջին անգամ կյանքում ինձ դիմավորեց մարդ Կոկորդիլոս Դանդի շլապայով եւ Ֆրեդի Մերկուրիի երկու։ Շնորհակալություն։ Հուսված եմ։ Բա դու Լենինականցի ամերիկացի տեսել ես։ Լենինականցի ամերիկացի։ Ոչ։ Արմատներով լենինականցի, բայց եկած երկում է ամերիկացի։ Հասկացա։ Դե լավ, բարի։ Մի տեսակ ստեղից զորայում ես բայարսկու նման, չի նայել։ Բայարսկու նման է, բայց Ֆրեդի Մերկուրին ինքան է ամերիկացի, չի անգլիացի է։ Չէ։ Ծագումով հնդիկ, պարսիկ։ Եթե գցենք Ֆրեդի Մերկուրին ծագումով Պարսկաստանից է։ Դե այդ եմ ասում։ Եթե արմատներով գնանք մեր Նախիջևանի կողմերից, Նոյի ժառանգներից։ Okay։ Ոնց ես
Բոտասներից չի երևում փաստորեն, հա։ Հա, ու կարես ու դնես սեղանին, ցավը տանեմ։ Եթե Ինչպես ասել է Մարտ փողոց եւ դպրոց Անտոն Պալիշչեխովը, մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ։ ինչպես ասել է հերս, անցնենք հաղորդմանը։ Գնացինք, այո։ Հետս բանի ասել։ Անցանք հաղորդմանը եւ Գորջան հայրիկներին։ Ոնց ես, ինչ կա, ինչ չկա։ Լավ եմ, ձայնս կտրված է։ Էդ է ուզում հասկանալ։ Ֆուտբոլ եմ դիտում, այո, ակտիվորեն եւ այդ իսկ պատճառով մնացածը նորմալ է։ Ակտիվորեն ֆուտբոլ դիտում, այն որ sense կորալով բան, տենց խմելով բան, գարեջուրը տենց Գարեջուրը, չէ, մարզադաշտում եմ սովորաբար գոռում, տանը այդքան գորգորալով։ Տանը չեն տողում գոռը։ Նո, տանը գոռացողներ ավելի շատ կան, քան մարզադաշտում։ Ներկայիս պահին ինչով է զբաղվում Եգոր Գլումովը։ Ձեր հաղորդման հյուրն եմ, բացի դրանից առավոտը շանթում, ռադիովանի առավոտյան եթերը, եփող թափողները, հարսանիք կնոնք ծնունդ, երեխաներ ջյուդոյով չեն զբաղվում։ Ջյուդոն թարգել ես։ Դե այո, արդեն Հասկացա։ Ցավոք սրտի։ Լավ, ասում եմ մի հատ կարճ, քանի որ ասում եմ մեր ֆուտբոլասերները շատ են, շատ կարճ ֆուտբոլից հարց տամ, այս վերջերս իմ տաղավարում էր նույն ինքը Յուրա Մովսիսյանը։ Այո, տեսել եմ Յուրային շատ սիրում եմ։ Ես էլ առաջին անգամ մոտիկից տեսա Յուրային։ Տեսա ինչքան է նման գլադիատորին։ Լուրջ եմ ասում, շատ։ Ես Յուրային հարցրեցի, Յուրան տենց երևի միջև էր չուզեց պատասխանի։ Ոնց է մեր հայկական ֆուտբոլի վիճակը։ Այս պահին այդքան էլ լավ չի։ Ցավոք սրտի, կտրուկ։ Կապելնիցա բան կարող է միացնենք ինչ-որ։ Կապելնիցան չի օգնի, ինձ թվում է պետք է, եթե լուրջ այդ հարցին մոտենանք, մանկապատենական ֆուտբոլից սկսած, պետք է հեղափոխություն, դաշտեր, շատ ավելի շատ 2050 թվականին մեր վարչապետը խոսք է տվել, որ մենք դառնալու ենք կամ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, նույն խոսքը եւ խոստումը տվել է իր ժողովրդին Չինաստանի գլխավոր մարդը, բայց այդ ընթացքում Չինաստանում 70,000 մարզադաշտ է բացվելու, 70,000 իսկ Հայաստանում երևի թե 2 կամ 3 տասնյակ։ Մեր Արմավիրում այս վերջերս բացվեց։ Այո, ցավոք սրտի, բարեբախտաբար Արմավիրում բացվեց, ես շատ ուրախ եմ դրա համար, բայց մեր բակերում ավտոմեքենաներ ավելի շատ են, քան խաղահրապարակների երեխաների համար, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ եւ այլն, այսինքն այն խաղերը, որոնք որ մեր մանկության հետ սերտ կապ ունեն, այսօր ցավոք սրտի մի քիչ հետ են գնացել եւ երեխաները ավելի շատ շարժումներն են անում կամ այս կան։ Համաձայն եմ քո հետ, բայց 3 առաջի օրն էր, ես տանից դուրս էի գալի, պետքա գնայի նկարահանման, տեսա բակի հետևում երեխաները ֆուտբոլ են խաղում։ Շատ լավ է դա։ Ուրեմն տղաները ֆուտբոլ, աղջիկները գործնագործ կամ լագուշ։ Հենց ուրախացա։ Ես էլ եմ ուրախանում, որ տեսնում եմ, բայց համաձայնվի, որ հիմա այդ իրավիճակը տես ուրախանալու փաստ է։ Հա, անկեղծ եմ ասում, տեսա ուրախացա, մի տեսակ ասի, Ջան, բայց ինչ լավ է, ուրախացա։ Մի պահ գնացի դեպի իմ մանկություն, որ մենք այտենց խաղում էինք, Չլիկ դաստա, Էշ միլիցա, Երևան ջան, Երևան, պահկվոցին։ Այդ պահկվոցին ես միջև հիմա չեմ հասկացել, այն օրն եմ մի հատ լինց հետ։ Պահկվոցի թե պահմտնոց է հիմա, ինչպես է ճիշտ։ Մենք պահկվոցի ենք ասում։ Եվ մենք ենք, բայց հիմա չգիտես։ Հիշում ես, որ ասում են 1 2 3 4 5 6 7 8 9 10 պարայա բացում եմ, ում որ տեսա թքում եմ, այո։ Հետո գասես թքում եմ, ինչ է։ Դե պետք է գայր վազելով պատին թքեիր։ Եթե չէր ասում, տեսնում էր, չէ, գտնում էր վազելով գալիս էր, հա տես գորին տեսա թքում եմ։ Իսկ եթե չէին գասնում, ինչ։ Ուրեմն էլի են թքում, էլի։ Խոսքով այդ խաղաղանը կարելի է փոխել թքողները։ Լավ, Գորջան, տես, Գոր Գրիգորյանը, երբ որ թարգմանում ես ռուսերեն, ստացվում է Եգոր Գլումով։ Եթե թարգմանենք Ռաֆայել Երանոսյան, ինչ կստացվի։ Ռաֆայել Երանոսյան, Երանի Ռաֆ Միչտաև։ Ռաֆ Միչտаев? Да, Сегодняшнего вечера с вами будет Ուրիշ մարդ կխոսակոտ է ու դու բերանդ կբացես խաղից։ Сегодняшнего вечера с вами будет Раф Мичтаев. Раф Միչտաև։ Այդ որ ասեն Раф Միչտаев, պատկասը ես էլ ապրում եմ գյուղում, սաղ կիմանան թուղթուգիր բանող բացող եմ, գալեն մոտ գնանք հոկտեմբերյան, Раф Միչտаևի մոտ մի հատենանք մեզ ինչա սպասում։ Միչտаևի մոտ։ Раф Միչտаևի մոտ։ Գորջան, ասա 5 առավելություն, որն ունի ռադիո հաղորդավարը հեռուստա հաղորդավարի նկատմամբ։ Ես 3 հատը գիտեմ։ Մեկն է, որ ռադիո հաղորդավարը գրիմ չի լինում, ինչ ուզում հագնում է ու ձենը տակտեղից է գալիս։ Խոսքը խոսել ռադիոից։ Այդ մեկն էր։
Այդ 3 իրար է Ահա, արդեն։ օքեյ, так։ Քո տարբերակը։ Իմ տարբերակը ռադիոհաղորդավար երբեք իսկապես չի մտածում իր արտաքին տեսքի մասին, շատ ավելի արագ է խոսում եւ կարծես թե խոսալու ընթացքում իրեն պետք չի մտածել, որտեվ գալիս է ավտոմատ կերպով եւ երևի թե վերջինը, որ մեր ռադիոկայանում կոնկրետ մենք ունեցել ենք փորձեր, երբ որ հեռուստաաստղերը փորձել են գան ռադիո աշխատել, իրենց մոտ չի ստացվել, իսկ հակառակը կարծես թե միշտ ստացվում է։ Այսինքն ռադիոյի բազան եւ այսպես ասած ռադիոյի կրթությունը թույլատրում է մարդուն նաեւ հեռուստաէկրանի վրա երևալ։ Հա։ Լավ, այո։ Ես այդ չի դե օրինակ, նայ ես նոր ասում եմ։ Շատ եւ քեզ ասեմ որ դա եղել է 90-ական թվականներից սկսված։ Այն վաղտվա ես հիմա անուններ չեմ ուզում տալ ու որ չհաջողվեց, բայց հեռուստա էկրանից եկել են ռադիո եւ Չի ստացվում։ չի ստացվի, այո։ Օրինակ ըստ քեզ իմ մոտ կստացվի։ Քո մոտ կստացվի, որտեվ դու բացի հեռուստա հաղորդավարից նաև դերասան ես եւ լեզուդ բավականին լավ է կախված այնտեղից, որտեղ որ պետք է кахված լինի։ Այս պատճառով ինձ թվում է կստացվի։ Լեզուս ինչա։ Այնտեղից, որտեղից որ լավ պետք է կախված լինի, ճիշտ ձևով կախված է։ Язык правильно висит. Мечтаев. Դու պետք է անցեն նաև Պուշկինի։ Բայց դա լավ բան է։ Язык правильно висит. Висит. Визита са. Язык правильно висит. Рафаэль Мечтаев. У Рафаэла Мечтаева У Рафаэла Мечтаева язык правильно висит. Висит. С. Ես վերջերս րանտած վիզիտների մեջ եմ ցավական դրամ անկախ ինձանից բան գոր ռուսենից լավ ես փողից ոնց ես մի քիչ չեմ բողոքում շատ արագ բան չեմ բողոքում հիմա ամե ասեմ որ հիմա փաստորեն բոլորից վիճակը ավելի լավացե քանի որ դոլարը տեսնում եք ինչ է լինում լավ էդի ասում ուղղակի հենց նենց արտրեցի հիմա ես քեզ ուզում եմ քանի որ դու ռուսենից լավ ես բայց ուզում եմ մի քանի հայկական բարբառով բառեր ասեմ դրանք կարող ես ասել ինչա դրանք նշանակում հայերեն ասեմ հայ ես հայերեն կասեմ ու որտես թարգմանել ռուսերեն թե չէ հայերեն որովհետև իրանց հələ նախ պետք է հայերեն թարգմանվի հետո նոր փորձենք այդ թարգմանենք ռուսերեն օքեյ օրինակ մուկլի մանդի նո իրականում շատ հեշտ է գուշակել եւ ասել ինչ է նշանակում քանի որ տիկինս արցախյան ցակում ունի իսկ իմ մի կողմը Զանգեզուրից է դա պաուտինա է նշանակում սարանդոստիկ սարդոստայն այդա իսկ դու գիտես արցախի բարբառով ինչպես է սարդ չէ բյո այո բայց դու տես որ սարդին տեսնում ես սարդ սարդն բյո Կան մարդիկ, որը գավոր վախենում Սարդ մարդն է կլի բյո մարդ Ես հաջորդ բարը, որ պետք է կարդամ ուրիշ տեղ չտանեք, ոչ մեկը տամել դուքս ելերս այդող բարեկամեր Լախանա Լախանա? Նշանակում է տազիկ երևի մեծ Չէ Լախանա կարող է բան Լախանա մամա Կաղամբ Նման էր կաղամբին Լախանան կաղամբի նման է? Չգիտեմ Ավելի գազային է նման Կարևորը դթմիկի նման չլինի Կաղամբ, գյումրվա բաղա, ճիշտ ասես, բրավո, ծապարությունները Եգոր Գլումովին Ականջի ծայրով աստատ մի տեղ լսել Հա, ես բարն էլ է բան Տմտեմուկ Տեմուկ? Տմտեմուկ Տմտեմուկ? Էլի Արցախի բարբառը Տմտեմուկ 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 Կրոլիկա չուս տա Չէ Տմ Արնետ Տմտեմուկ Լեզվի չգիտեմ ինչ Տմտեմուկ Չգիտեմ Բերան էտ բացել ես տմտեմուկը տերևում է Լեզուն է տմտեմուկը Բերաննա Մեջն է բերնի ու լեզվի ասես բերանն է, այս լեզուն է Տակը վերևը Քինք Ատամները Լինդ Ինչ ես Տմտեմ Միշտ ինչ են կերևոր տենց են Լինդն էլ անհասկանալի լավ Ոնց են որոշ է մեզ ռոք մաշտոցը հավատում Բայց իսկականից Օրինակ Եկեք սրան ինձ դնենք տվեք Կարտաբերակ Նիմբ, վիմբ, զիմբ, լիմբ Լավ Վերջին բարբառով բառն եմ ասում Հələ դեռ հաշվը 2-1 է տմտմուկ չգիտեմ Ռհաթի Ռհաթի Հա Այ քեզ բան Չէ
Ինքը տենց բան, ես տենց ասացի այ քեզ բանոց, բայց ինքը տենց եմ որ ռհատի։ Ռհատի։ Տմտմուկը ռհատի։ Կապ ունի տմտմուկը։ Մանդիլ լախմակարտը բդալ ռհատի։ Դասակ դարավ չինարը։ Մեր բարբարը խառնում ես յա դառնում։ Ինչի հետ կապ ունի ռհատին։ Կռհատին։ Սնունդը ինչ։ Մարմնի մաս է։ Չգիտեմ ինչ հետ կապ ունի։ Բայց բանը թարգմանությունները չի։ Բայց բանը անունը չէ, էլի այն կոմերից է, կեսիտ կոմերից է։ Ռհատի։ Կապանի բարբառը։ Կապանի, կապանում ապրել է, բայց Ռհատի։ Ռհատի։ Ռեխտ բերանը ինչ։ Չէ, вообще բերնի ռեխ հետ կապ չունի։ Ռհատի։ Չէ, չգիտեմ, հանձնումը։ Ձագար։ Ձագար ինչ է։ Ծաբլը։ Ծապլի, ռհատի։ Ռհատի։ Ռեխի հետ կապ ունի, էլի всё-таки։ Ռեխ հետ կապ ունի։ Ռհատի։ Մեծ ռեխը դառնում է փոքր։ Այսքանը Գորջան, դու տեսա որ մեկ ժամին ինչքան բարեր իմացեք, ուսես բարեր շատ կան, դժվար։ Այո։ Ինչ է լուզմա լինի, ասում եմ մեր հայկականն է, մերն է, սիրունն է ու ողջունում ենք բոլոր մեր մարզերի բնակիչներին։ Տես, ասում եմ նոր մտքովս մի հատ բան անցավ։ Հաղորդմանս հյուր ես, տաղավարում հյուր ես ու հանգիստ ես խոսում, բայց բոլորը քեզ գիտեն գոռացող գոռ։ Որտեղ դու անընդհատ եթերից գոռում ես։ Գոռ, մի գոռա։ Ինչ ես գոռում։ Գոռում եմ, երբ որ ժամանակն է սուղ լինում, գոռում եմ, երբ որ ինչ որ բան մարդուն ուզում եմ ասեմ չի հասնում, գոռոցից վրա արձագանքում է, գոռում եմ, երբ որ հարց եմ տալի չի լսում, տենց, թե չէ ես առհասարակ Գոռացող չես։ Ну, տիկինս էլ եմ միշտ ասում, քիչ ցածր խոսա, բայց Արի մի հատ բան փորձենք, արի դի մասին իմպրովիզ։ Արի գոռանք, տենանք ով ամենաշատը երկար գոռա։ ուղղակի Այա, բյա, դու արի դու այ ես բ։ բեն չես կարա գոռաս։ Գ։ Գենե չես, ձայնավոր։ Դա պրոստը չգնացես մարդը։ Էգ գոռան։ Ձայնավոր, Ձայնավոր, A, B, G, D, E, Z, որը գոռան։ Դե արի այդքսե ա գոռան։ Խառնվ իրար։ Չէ, երկարությունը չենք չափում։ Դավայ։ 3 ու 4 ու կես ասում գոռա։ Ուշად։ Ով ասում 3 4 ու կես։ 3-4 Բան Հասմիկ ջան, Հասմիկն ասում 3-4։ Հասմիկ ջան, ինձ ասում ես 3-4 մենք գոռում ենք։ 3 Հետո ասում գոռմի գոռա, ռաֆում։ Այո, գոնե միտեղ ես հաղթեցի։ Ռեժիմ չենք անում, ավել մի։ Օրինակ, կարեք չէ ծապտայք, ասենք, նստած նայում եք, կարեք չէ, ասենք, ռավ ջան, ապրես։ Մեր բան Շատ ֆալշ էին գոռում, երաժիշտների համար դա ցավ էին պատճառում։ Անես որ չասեք, գոռը Գոռը նորմալ մարտավարի ինք իր հաղորդում են անում։ Գոր ջան, օրինակ ես գիտեմ որ դու ինչ որտեղ երբ խաղը լավ ես խաղում։ Ու էդի բոլորը գիտեն։ Եվ մասնակցում ես ժամանակաշրջան, բայց խաղում եմ, Ռուսերեն ասած էդի կոչվի Что где когда Ты хорош играешь. Хорошо играешь. Неплохо играешь. Անգլերեն ասած What when you play good. Անգլերեն գիտես։ What when play good. Մեսրոպ Մաշտոցը հերիք չէր, հիմա Շեքսպիրը միացավ։ Դագաղում փոխելու արարողությամբ։ Ու չէի կարա իմ տաղավարում ես քեզ ինչ որտեղ երբ խաղից հարցեր չտալ։ Okay, փորձեք։ Okay. Մի րոպե ժամանակ էլ ես տալու, թե մի անգամ պատասխան։ Չէ, բանը։ Մի րոպեն մի քիչ երկար է։ 35 վայրկյան։ Okay. Ահա։ Ես հիմա այստեղ կբերեմ արկղը։ Ուշադրություն։ Սև արկղ։ Итак, кто в черном ящике? Ու ամենայես բանից հետո երբ որ խառնված գնում եմ եկե վերևից վիդուշին, չէ։ Մեր մոտ մի կվադրատ է նվագում կամ հնչում։ Ու վերևից վիդուշին մի հատ արանքում պետքա հումոր անի, չէ՞ որ գոր, как настроение։ Շուտվանց հայերեն է խոսում արդեն։ Գոր, ինչպես է տրամադրությունը։ Բայց акցենտ ունի էլի։ Հայերենը գոր, ինչպես է տրամադրությունը։ Բարևում եմ մեր ակումբի բոլոր անդամներին։ Այո, что где когда-ի մասին է խոսում։ Իսակ նա երազանքն է եւ աղջիկների եւ տղաների։ Գերմանացի կայծակները ռուսական գետը եւ ճապոնական լուսաբացը վախենում են դրանից։ Ունի հզոր անուն եւ ճանաչված մականուն, բայց падգամավոր չի։ Չնայած շատ падգամավորներ ունեն դրանից կամ դառնում են падգամավոր, որ ունենան դրանից։
Իր նախկիներից տարբերվում է երկու մատանիներով եւ ներկա է բոլոր հայկական հարսանիքներին։ Եվ այսպես, հարց։ Գորջան, կարող եմ 50,000 դրամ պարկով փող տալ։ Итак, что в черном ящике? Միկրոֆոն։ No. Չէ։ No, չէ։ Ինչի մասին երազում։ Ես հիմա ժամանակը կդնեմ, Գորջան։ Համ տղաները ռուսական ինչ է, Ռուսական, գնաց, 1 րոպե գնաց Գորջան։ Ահա, վախենում են գերմանական կայծակները, Այո, ռուսական գերմանական կայծակ։ գերմանական կայծակն է վախենում, ռուսական գետն է։ Ռուսական գետնա, գերմանական կայծակնա, մի խոսքով, ճապոնական լուսաբացը։ Ճապոնական դոմոսխաջեշը ասոնց։ Վախենում է դրանից։ Բոլոր հայկական հարսանիքներին ներկա է։ Բոլոր հայկական ներկա է։ Շնչողարկաչը եւ պետք է մտնի տեղավորված է տեղ։ Նախկիներից տարբերում երկու մատանիով 50 վայրկյան, 10 վայրկյան, բանը գնաց, գնաց, Stop! տարոսիկ։ Իսկան ժամանակ տվեցին, որ դասեր տարոսիկ, Ինչ կա, տարոսը ձեզ։ տարոսի մեզ։ Իսկանից, թող լինի տարոսի մեզ։ Նայ, ես մի փոքր կարամ բան անեմ։ Ինքը, չգիտեմ, գերմանական կայծակը դա օփելն է։ Հերիկա քեզ, գերմանական կայծակը դա օփելն է։ Audi, ինչ Audi բանալի է, մեքենայի բանալի է։ Մոտենում ես կամանց, ապրասանոց մոտենում ես մեր հայատնին։ Հա? Գետը Վոլգանա։ Նայ արդեն գնացիր, ճիշտ ուղու վրա ես։ Ճապոնական արևին Toyota։ Ճապոնական լուսաբացը։ Ճապոնական լուսաբացը Toyota կամ Nissan-ը, Nissan, Lexus։ Ավելի վատ։ Բայց ինչն է ավելի վատ։ Հա, բայց ավտոյի հետ կապ։ Հա, Նա երկու մատանիով։ Audi, բայց ինչ Audi։ էս սև ящիկի մեջ։ Սև ящիկի մեջ։ Սև ящик, Mercedes։ Սև ящիկի մեջ, սև ящик։ Ճիշտ է, սև ящիկի մեջ, սև Mercedes։ Ծափարություններ։ Եկավա ես էի սխալ բացատրում։ Ուղղակի ինձ թվում է, որ հայկական հարսանքին սպիտակ պետք է լինի։ Չէ, սև են հիմա։ Սև են բերում, մատանիներն էլ ֆարերի մասին են, հա։ Մատանիները ֆարերի հետ էր կապված։ Կալցիո, ռուսներեն ասում են կալցիո։ Իսկ միջև էդ ինչ էր։ Դե կլոր ֆար Mercedes-ն է, էլի դա, էլի չգիտեմ չէ։ Միջև է բերեն ինչ էր ասում։ Լավ։ Դե քանի որ ես երբևիցե չեմ մտածել եւ Բա տենում ես ավտա, մարդը չի բացառում, որ մի օր կարող է սենց սև ящիկի մեջ սև ящик լավ էր։ Այո։ Շնորհակալություն հայտնենք ուրեմն։ Կեցեն սցենարիստներ։ Այո, կեցեն սցենարիստներ։ Գոր, դու գրքեր շատ ես կարդում։ Հեճեղելա որ կարդաս հասնես կուլմինացիոն հատվածին, էջը թերտես ու 5000-ից գտնես։ Ոչ։ Իսկ բան, ասենք, չնայած քո ժամանակով եթե մենք կարդայինք, ավելի եթե գնանք դեպի հետ, ասենք պետքա բանը չորացած թիթեր լիներ։ Չորացած թիթեր չէ, չորացած ծաղիկ, հա։ Եղել է այդպես, հասկացա։ Հիմա պետքա երկուսով պատրաստենք իրարետ սենդվիչ։ Սենդվիչ։ Բայց ուրիշ ձև ենք պատրաստում։ Ես քեզ տալու եմ հարցեր։ Հարցերի դեպքում եթե դու ճիշտ պատասխանեցիր, դու ճիշտ բանն ես դնում սենդվիչի մեջ։ Եթե սխալ պատասխանեցիր, ասենք սխալ բան ես դնում սենդվիչի մեջ։ Քաղցրի տեղը թթու։ Հա, օրինակ, կամ չգիտեմ, քաղցրի տեղը կարող է կոֆե, կամ կարող է բանի տեղը։ Լավ, օքեյ։ Ու վերջում, եթե պարտվես կամ պարտվեմ, պետք է ուտեմ։ ամեն մեկը իր եփածը պետք է ուտի, որովհետև մեր եփածը ուրիշ է ցավոտանը։ Դե ինչ հարգելի հերոստատիտող բարեկամներ, այսպիսով մենք անցնում ենք մեր այս հաղորդման կուլմինացիայի։ Առաջին հարցը կապ ունի հենց սենդվիչի հետ։ Գորջան։ Ճիշտ պատասխանի դեպքում կընտրես 1000-ը, իսկ սխալի
կամ չպատասխանելու դեպքում հում կարտոֆիլը։ Այսինքն հացը համարում եք, որ արդեն ունենք։ Հացը ունենք, հացը կա, ես կարող եմ դնել այստեղ, որտեղ դու ես հիմնականում պատրաստելու։ Առաջին հարցը այսպեսին է. ով եւ ինչ առիթով է ստեղծել սենդվիչ ուտեստը։ Անգլիական մի ազնվական, որը որ սիրում էր քարտ խաղալ եւ ժամանակ չուներ հաց ուտելու, այդ իսկ պատճառով ասել էր, որ պետք է ուրեմն եփեն տավարի միս, սառեցված վիճակում կտրատեն, դնեն երկու հացի արանքը եւ մատուցեն իրեն, որ ինքը քարտ խաղալով ուտի իր, այսպես ասած, հացը եւ միսիկը։ Ինչ էր այդ մարդու անունը։ Սենդվիչ էր իր ազգանունը։ Անունը։ Անունը Ջոն օրինակ։ Հայրանունը։ Չէ։ Դերիմա որ սխալ ես։ Սխալ ես, որ չպատասխանես սենդվիչ։ Հայրանունը։ Չգիտեմ հայրան։ Հայրանունը։ Գորջան, հայրանունը։ Մարտուն։ Մարտունի, Ջոն Մարտունի։ Դու նոր չգիտես։ Դե սաղ գիտեր, ծնունդով բան չգիտեր, հիմա ինչ։ Այդ հայրանունը չիմանալու համար բարժի պարտվես այս խաղը։ Ինչ կարտոֆիլ դնեմ ինչ։ Չէ, մարոլը գտնես, որովհետև հայրանուն էր Մոնտեհյուի։ Մոնտեհյուի։ Լավ է։ Անցնենք երկրորդ հարցին։ Okay, սա։ Ճիշտ պատասխանի դեպքում կընտրես պանիր, իսկ սխալի դեպքում չաղացած սուրճը։ Okay։ 13-րդ դարում այդ մարդը Իտալիայում մակարոնեղենի որակը վերահսկող նպատակով սահմանեց հատուկ որակի չափանիշների պաստայի համար։ Ով էր այդ մարդը։ Ալդենտե какой-нибудь։ Չէ։ 13-րդ դարում այդ մարդը Իտալիայում մակարոնեղենի, մակարոնեղենի որակը վերահսկելու նպատակով սահմանեց հատուկ որակի չափանիշներ պաստայի համար։ Ով էր այդ մարդը։ Հռոմի պապը։ Մեդիչին, ով կարա Իտալիա։ Ազգանուն պետք է ասել։ Ես արդեն ներվանանում եմ։ Так, ինչ։ Շատ եմ ներվանանում արդեն։ Դու ամեն ինչ գիտես։ Չէ, ես ամեն ինչ ոչ մեկ չգիտի։ Գիտես դու։ Ազգանուն պետք է ասել։ Ասել ես արդեն։ Ալդենտե ուրեմն ասել։ Վերջնական, Դա Վինչի թե Հռոմի պապ։ Դա Վինչի թե Հռոմի։ Դա Վինչի։ Լավ մտածի։ Հռոմի պապ։ Ապրես։ Չէ, եթե ինչի ուրեմն հենա։ Չէ, դու սխալվեցիր։ Okay, ես անգամ սխալվեցիր։ Հռոմի պապն է մտածել։ Հռոմի պապ։ Կոֆենդի ցավատանը։ Բայց դուք սխալի մեջ հարցի մեջ սխալ կա, որտեղ Հռոմի պապը Իտալիայում չէր արել, դա արել է Վատիկանում։ Դա առանձին երկիր է։ Հարց 3. Պետք է հասկանանք սենդվիչում ավելանում է լոլիկ թե քացախ։ Okay։ 100-ամյակներ առաջ սկանդինավներում առաջացավ ուտելիքի մատուցման ձև, որը թույլ էր տալիս հյուրերի հետ ավելի երկար շփվել։ Հետո այդ ձևը տարածվեց ամբողջ աշխարհում։ Ինչի մասին է խոսքը։ Սկանդինավ։ 100-ամյակներ առաջ սկանդինավներում ուտելիքի մատուցման ձևը։ Երևի հացի վրա դնում էին ուղակի բանը կտոր։ Չէ, շատ հեռս։ Ձկան կտոր։ Չէ։ Թույլ էր տալի երկար։ Այո, շփվել երկար հյուրերի հետ։ Ավելի երկար շփվել հյուրերի հետ։ Այսինքն քիչ երիտում չեն գնում տուալետ։ Չէ, հյուրերը իրար հետ ավելի երկար էին շփվում։ Այսինքն կամ շատ տաք էր այդ ուստը, կամ պետք է եփեին։ Իրենք էին պատրաստում ուստը, իրենք էին պատրաստում։ Չէ, շատ հեռ ես գնացել։ 100-ամյակներ առաջ սկանդինավներում առաջացավ ուտելիքի մատուցման ձև, որը թույլ էր տալիս հյուրերի հետ ավելի երկար շփվել։ Միգուցե այսպես էր ամեն ինչ դրված, հյուրերը իրենք իրենց ձեռքով էին ամեն ինչ պատրաստում, ով ինչքան ուզում է եւ ոնց ուզում է։ Ինչ է դա։ Շվեդսկի ստոլ։ Ճիշտ է, ծափարեք։ Ինչն է դնում լոլիկը։ Լոլիկն է դնում։ Այդ ուրեմն ուտելիքները բոլորը դրել են, որ մարդիկ ասենք թե չգան, այդ մատուցողները չխանգարեն, այդտեղից առաջացել է շվեդսկի ստոլը։ Դու ոնց որ ասում ես դու քո բրտունջը սարքեցիր ցավտանամ։ Քո ճաշակով ապրես։ Հետո ասում են խելքն ինչի է պետք։ Այ որ խելք ունենայիք, նորմալ բաներ կուտեք, նորմալ հաց կուտեք, ոչ թե ինպես կոֆեն հացով եւ քազով։ Ես հիմա կոֆեն։ Հələ մի վայրկյան, գնում ենք 4-րդ հարցը։ Կամ խոզապուխտ կամ ջեմ։ Ճշտի ու սխալի պարագայում։ 1009 էսի արդեն հեշտ է, ես եկանք ավելի մեր կոմերը, որտեղ դու 13-րդ դարից ես պատասխանում, ես մեր կոմերի հետ եկանք, դու արագի մեջ։ Էնի ավելի հեշտ է քան հիմա։ Հա։
Սես բաներ պետք է գրենք։ 1987 թվականին Ամերիկայի մի ավիաընկերություն ֆինանսական ծախսերը պակասացնելու համար վերանայեց իր կողմից հաճախորդներին տրվող ուտելիքների բաղադրիչները եւ հանեց դա ստանալով տարեկան $55,000 շահույթ։ Որն էր այդ բաղադրիչը։ Մի բան հանելա։ Այո։ Ուտելիքների միջից մի բան հանելա ու $55,000 փողա մարդը դրե ջեբը։ Ամեն տարի, տարեկան, Այո, հա։ տարեկան։ Հələ 1987 թվականին, հələ հետ գնա 30 Սամալյուտ կար ժամանակ, Սամալյուտի մեջ 1987 թվականին կար։ 1987 թվականին։ Հա, ինձ թվաց 1800։ Չէ։ 1987 թվականին 1987 թվականին հանեց Սամալյուտի։ Ամերիկյան մի ավիաընկերություն ինքը արեց այդ ու տարեկան կեչուփ հանեց օրինակ։ Չէ։ Գիտե արդեն բարձա որ իշով մի բան հանելա։ Ասեմ մի շոֆերին։ Մեզ երկու լոջիկ պետք է, պետք չի։ Մեկը Չէ, դե նենց բաղադրիչ պետք է լինի, որ շատ չխանգարի ուտեստի որակին։ Հա։ Աթոռներ ասենք, այնտեղ 35 հատ աթոռեր, ասես 49-ը դրեք, թող տատս պարկի։ Աղը չի կարա հանի։ Կարա հակերը տակի հանի ինքնաթիռին։ Մի խանգարի ինձ, ես մի տանտացում։ Ինքնաթիռի հակերը հանի։ Աղը։ Կամ ասենք այն բանը երկու վարորդներից մեկի պատուանը ջարդի քամիխը։ Որ չուտի։ Բաղադրիչ են անը թե ինչ որ Ձեր վերջնական պատասխանը։ սննդի տեսակ են Այո։ Սննդի տեսակ։ Սուրճը։ Միադը մտածին։ Չէ, դե այդպես չի։ Դեկալ ջեմը ցավտանը, վերցրու ջեմը, Իսկ ինչն է? Գորջան, վերցրու ջեմը, օրինակ երբ որ մենք փոքր ենք, մեզ մանկապարտեզում հացը, երշիկը մեկ է ջեմ իրար է տալիս։ Դրա համար միջինը ջեմ չեմ ուտում։ Так, եւ ինչ է ճիշտ պատասխանը։ Զեյթունը։ Զեյթուն։ Աղցանների մեջից հանել են զեյթունը։ Աղցաները ին տալիս, որի մեջ կար զեյթուն։ Այո։ Ու իրանք հանել են այդ զեյթունը եւ տարեկան $55,000 փող են։ Միշտ մտածել եմ, որ ամերիկացիք ավելի հասարակ ուտեստներին։ Ման քեզ բան։ Զգում ես։ Հունական, Էս- փաստորեն։ այո։ Հունական Դե հունական աղցանն են պլաստմասի բանը մեջ մի հատ մարոլ են, դնում են գազը։ հանեն դառնում է հայկական լոլիկով Հա ինչ է մի հատ բան։ Okay։ Հաշիվն 2-2-ա ցավը տանեմ։ Ուրեմն դի մի հատ է հարց տաս։ Կամ մի հատ Հիմա ես դու կծեմ, մի հատ կամ- պետք է հարց տաս ինձ։ Ինչի մասին։ Ինչի մասին ուզում ես։ Հա, օքեյ։ Հա, որով ուտելու Հա, մի հատ հարց տուր, եթե պատասխանեմ ես, ճիշտ, ուրեմն կուտես դու, եթե պատասխանեմ սխալ, ուրեմն էլի կուտեմ, ասենք, Okay, լավ։ ես մեր գեվին կանչեմ կուտի։ Հետաքրքիր հարց է, ինձ թվում է հետաքրքիր բոլորին։ Եվ որ մտածես լոգիկա կա դրա մեջ։ Որ մտածեմ, դա շատ լավ ասի։ Հնդկաստանի հավաքականը։ Ես ֆուտբոլի հետ вообще կապ չունեմ։ Չէ, դա կապ չունի ֆուտբոլի հետ իրականում շատ, ավելի շատ կապ ունի իրանց կեցվածքի հետ։ 20-րդ դարի սկզբերում առաջին եւ վերջին անգամ եկավ եւ պետք է մասնակցեր աշխարհի փաստորեն առաջնությանը։ Բայց նրանց պայման դրեցին, մեկ պայման դրեցին նրանց առջև եւ նրանք այդ պայմանը չհամաձայնվեցին եւ չխաղացին։ Հնդկաստանի հավաքական 20-րդ դարի սկիզբ Նայ, եթե 20-րդ դար, ասենք Հնդկաստան։ Հակոստի հետ կապված։ Այո։ Տեսնում եք, հետո էլ ասում եք Հնդկաստան հակոստ, ֆուտբոլ, Հնդկաստան հակոստ, տկլոր չէ, բլիպ չի լինի, տկլոր չի։ Ոտաբոբիկ։ նրանք ոտաբոբիկի են խաղում, այո, եւ նրանց ասել են, որ անպայման պետք է բուծի հատնի։ Բուծի պետք է ակնեք, իրանք ասել են, չէ, մենք չենք կարող ակնենք, որովհետեւ մենք ավելի լավ է խաղանք բոբիկ։ Այսօր ես պարտեցի։ Բարի ախորժակ մաղթենք մեր հարգարժան հյուրին Գորջան, ասում Այսօր այսքանը։ Այսօր այսքանը ցավը տանեմ։ Մենք կարող ենք ինչ-որ մի հատ երաշտական հրաշալի գորգանի համտեսում է իր իսկ կողմից պատրաստված սենդվիչը։ Վատ սենդվիչը Վատ չի Գորջան։ Ես նորից եմ ասում, մենք փոքր ժամանակ մենք այս բաների համար մարդ էինք սպանում։ հա, բայց երշիկ կար, այստեղ կա սուրճ, Ասում եմ, լոլիկ եւ որպեսզի դու մենակ չմնաս, ցավը տանեմ, ասում եմ մենակ հաց ուտել կլինի։ նույնից սարքի, բայց Չէ, ցավը տանեմ։ Ասում եմ ես ուրիշ բան կսարքեմ։ Ժողովուրդ ջան, դե ինչ, ասում եմ դուք վայելեցիք այսօր երեկոն շանտում շոու ծրագիրը, իմ տաղավարում էր շատ տաղանդավոր մի անձնավորություն, Եգոր Գլումովը, խելացի, ինտելեկտուալ, հայրենասեր, աշխատասեր,
մարդ անձնավորություն, որի համար ես շատ շնորհակալ եմ, որ ինքը իր թանկ ժամանակից կտրեց եւ եկավ մեր տաղավար Գորջան, շնորհակալություն հաղորդել։ Շնորհակալություն, բայց ոչ այդքան խելացի Պաստոր։ Չէ, շատ խելացի երցավ դա։ Ես այդքան որ իմանայի գիտես, բա մեր գյուղում կլնեի դպրոցի ուսմասվար։ Բնական ու առանց հավելումների Ֆիննի հայկական պաղպաղակը այս ամառը կլինեն ձեր օրվա անբաժան մասնիկը։ Ֆիննի երբնականը շատ համով է։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտող բարեկամներ, այսօր էլ ավարտվեց մի հրաշալի երեկո։ Ես գնամ, որովհետև ընդամենը հաշված ժամեր հետո, ընդամենը մի քանի ժամից իմ տարեդարձն է, գնամ ընկերներիս հետ նշելու, սպասում եմ ձեր նամակներին, նվերներին, բարի մաղթանքներին, նվերներին նկատի ունեմ։ Այսօր այսքանը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ եւ հա, ինձ հուշում են, որ մենք այս պահին դեռ պետք է նայենք էկրանին։ Խնդրում եմ, ուշադրությունը դեպի էկրաններին։ Բարև երեխեք, բոլորդ ստեղ եք։ Ռաֆ ջան, մերսի, որ շնորհավորեցիր ծնունդս ապրես շատ։ Այս տարի որոշեցի տունն անեմ։ Ես էլ քեզ եմ շնորհավորում։ Այս պահին ինչ կարամ ասեմ։ Կարևորը առողջ լինես ու մեկ էլ ուշացնում ես այդ տղա, պսակվելուց վախտն է։ Ռաֆ ջան, բարի օր։ Հիմա կասես դու են Ջոնսոնը չես։ Հա, դու են Ջոնսոնն եմ։ Հենա հիմա Սարոյից դաչեն ենք, մանից սկսել ենք։ Այս արաղը կա, ճիշտ է քո հալալ զուլալ արաղին չի հասնի, բայց դե լավ խփում այս շոքին։ Ինչ եմ ուզում ասեմ։ Շնորհավոր Ռաֆ ջան։ Ամենալավը, սպասում ենք քեզ։ Դու մենակ արի, բան պետք չի։ Հետդ գալուց մենակ լիմոն կբերես ախպերս։ Ռաֆ ջան, շնորհավոր ընկերս։ Հլը արի հոպարին շնորհավորի հոպարին։ Արա հայկաս չէ, Ռաֆը հոպարի ծնունդն է անջտված։ Ռաֆը սեսի տեղով կոմիկա տարեք ձեր բեմերը։ Ոբշմ ամենալավ աղբորս։ Ես էլ եմ ուզում աշնան վերջ գամ Հայաստան։ Պապի գերեզմանին ինչքան վախտա չեմ եմ։ Այդ մարդը հայ երազից գալիս է։ Պաչում եմ Ռաֆս։ Բարև Ռաֆայել ջան, դու կարող ես ինձ չհիշես, բայց Լոսում Արմենի հարսանեկի քավորն էի։ Այդտեղ հանդիպել ենք։ Ինչ եմ ուզում ասեմ։ Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը։ Էներգիա տանսպար։ Ժպիտը միշտ դեմքիդ վրա։ Եթե արցունքներ, ապա միայն երջանկության։ Եթե փող, ապա միայն դոլար ու բարձր կուրսով։ Եթե Մորգան, ապա Ֆրիման։ Շնորհավոր հայրենիքի լավ զավակ։ Ռաֆ, պրիվետ, ոնց ես գիժ։ Մամ Ռաֆոյի ծնունդն է, շնորհավորում ես։ Այ մաման խառնագաթ է ասարկում քո համար, շնորհավոր կյանք։ Մերսի որ ծնվել ես, մերսի որ կաս։ Քեզ ամենալավը իմս։ Ամսի 5-ին գալու եմ, բայց մարդու չասես, ուզում եմ էվոլյուցիա ներկայացումդ նայեմ։ Դե պակա։ Այնովա, նորավոր ախպերես։ Բնեցիք ոնց են, են հարցերը տեղը կցիր։ Happy birthday, brad։ Ստուդեմ եմ, ստեղ մի քիչ կտրտում է, կամ էլ ես եմ արդեն կտրտվում։ Լսիլա, ֆոլովերներիդ մեջ Էլենչոնով, ա։ Ինձ էլ է ֆոլո արել։ Էլենչո մռութիկ 777, ովա որ։ Հեսա զանգ եմ լավ Էմինեմն է WhatsApp-ի զանգում։ Ռաֆ ջան, շնորհավոր ծնունդդ։ Ինչքան եղար այդ տղա։ Ամենաբարին քեզ Ռաֆ ջան։ Մի հատ պապային բարևի, հենա քո ուղարկած փողով երեխու շուն եմ առել։ Ես էլ նոր բաղնիքից եմ հելել, դրա համար սրբիչով եմ։ Միշտ մնա ոնց կաս, դրական, պոզիտիվ, միշտ շարժվի առաջ, դու արժանի ես ամենալավին, քո տեսակը միշտ պահի, իմ կողմից Նախշուն հորքուրին կբարևես։ Ռաֆ ջան, շնորհավոր ծնունդդ, տուն կգնամ կզանգեմ, հիմա գործի տեղն եմ, լոդերի օֆիս եմ մտել դե, ստեղ անգլերեն իմանալը պետք է կավել է, առողջ լնես իմ ախպեր, ինչ նպատակ դրել ես հասնես Մուրազիդ, տուն գնամ վայբերիդ ուշադիր եղի, շնորհավոր ախպերս։ Դե Բայց չես խփում դեմքիս։ Ուզում եմ, որ բոլորը լինեք երջանիկ ու առողջ։ Հայեր, խոսքս ձեզ եմ ուղղում։ Շնորհավոր։ Բրավո, Ռաֆ ջան, մեր ասպեր ուղղակի շատ թանկ ուզեցին, դրա համար ասես արտասահմանյով կազմակերպեցինք, էլի ցավոտ տանեմ։ Մեկ էլ դե մենք
Սեղանը գցել ենք արդեն 3 հատ գարաչիով, շոքն է հետը թորլի 4 հատ գարաչիով, քեզ ենք սպասում, նկարամուտ վերջացրա ու արի։ Մենակ մի բան, մոտդ փող կա։ Իմ մոտ միշտ փող կա, Վարդան։ Շնորհավոր։ Շնորհակալ եմ, աղբերություն։ Ռաֆոյս ասեք շնորհավոր։ Շնորհակալ եմ բոլորի, դանդիպենք հաջորդ կինակի։